ոնց որ թե պարզ դարձավ, որ վաղը Շիրակում այնուամենայնիվ պատարագը լինելու է եւ այսպես ինֆորմացիա գնաց, որ Կճոյանն է, հա, պատարագիչ լինելու։ Ունեք այդպես ինֆորմացիա Շիրակից, ոչ։ Չէ։ Չի լինի այդպիսի բան, թե չէ։ Այդպես ինֆորմացիա ես չեմ տիրապետում, որ քանի որ թեմից ոչ ոք չի համաձայնել, պատարագ, որտեղ պիտի զեղչի Վեհափարի անունը։ Թեմի քահանաներից դուրս ով պատարագ մատուցեց, անընդունելի է, հակականոնական, որովհետև պիտի միայն եպիսկոպոսի առաջնորդի թույլտվություն ունի։ Ով ուզում է լինի, ուզում է բարձրաստիճան հոգևորական լինի, ուզում է պարզ քահանա լինի։ Հակականոնական քայլ է։ Այսինքն վաղը, եթե ուրիշ եկեղեցուց որևէ մեկը լինի։ Իսկ թեմի քահանաները կմատուցեն պատարագ, եթե ըստ կարգի ոնց որ սահմանված է, որևէ մեկը չկա թեմի քահանաներից, որ Վեհափարի անունը զեղչի։ Իրենք պաշտոնապես հայտարարություն տարածել։ Դա պարզ է, բայց ասեցին ուրիշ տեղից կհրավիրեն, հա, դրա համար եմ ասում։ Ասում եմ, եթե թեմից դուրս որևէ մեկը լինի, թե ցածրաստիճան, թե բարձրաստիճան կապ չունի։ Հակականոնական չի կարող այդպիսի բան։ Պիտի Միքայել Սրբազանի օրհնություն լինի։ Դե Միքայել Սրբազանը երեք իր խոսքը հղեց մեկ տեսակիչ։ Հոգևոր տես չի, որն է Նարեկ Սրբազանը։ Շատ լավ։ Աստծո օրհնանք ձեզ։ Շնորհակալություն։